Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք էլ այդ օրերին ունեիք այն նմանատիպ կանխազգացում, որ մեծ պատերազմը գալիս է։ Ինչն էր հուշում, որ մեծ պատերազմ է սկսվելու այնուամենայնիվ։ Ես այդ զգացումը ունեի մոտ 1 տարի մինչև պատերազմը սկսել։ Եվ ինձ համար մեկ բան էր հասկանալի, որ ամեն ինչ արվում է պատերազմ հրահրելու համար։ Նայեք, երևի ձեր հարցի մի քիչ այլ ձևակերպումը հետևյալը կլներ, ինչու սկսեց պատերազմը։ Չէ, երևի սա է չոր մնացորդում։ Առաջի հերթին դա բանակցային գործընթացի ձախողումն էր։ Եվ այդ ձախողումը եղավ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայաստանը հրաժարվեց բանակցել։ Ամբողջ բանակցային գործընթացի պատմության մեջ առաջին անգամ կոնֆլիկտի կողմերից մեկը հրաժարվել է ընդհանրապես քննարկել ներկայացված փաստաթուղթը։ Դա ներկայացվել էր ամռանը 19 թվականին։ Ինչ էր ասում այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը։ Սկսելու ենք զրոյական կետից եւ թող բանակցեն Ղարաբաղի հետ։ Տարբեր պատճառաբանությամբ։ Եվ 19 թվականի ներկայացված փաստաթուղթը ուղղակի հրաժարվել է բանակցել։ Ջնջելով մոտ 30 տարվա բանակցային գործընթաց, 25-26 տարվա հիմա պետք է հաշվել հետադարձ հաշվարկով։ Սա բերեց հետևյալի, որ կողմերի համար, միջազգային հանրության համար եւ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար Հայաստանը ամբողջ այդ process-ի ձախողող կողմն է։ Ինչ պետք է աներ Ադրբեջանը։ Իհարկե պետք է հասկանալ, որ բանակցային գործընթացով ինքը որևէ բանի չի հասնելու եւ պետք է սկսի պատրաստվել պատերազմ։ Սա հիմնական, ուղղակի ֆունդամենտալ պատճառն էր։ Ես չգիտեմ ինչով էր առաջնորդվում Հայաստանի վարչապետը, իմ տպավորությամբ sense օթերում էին, թվում էր թե 18 թվականի այդ հեղափոխությունից հետո sense համաշխարհային դեմք է ինքը դարձել եւ ինքը կարող է իրեն թույլ տալ նման կարգի քայլել։ Թե չեմ սխալվում, ինքը խոսում էր արդեն հենց բուն նախապատերազմական շրջանում, նաև Ադրբեջանում ներքին հեղափոխության մասին, պայթեցնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, այդ տեսակ հայտարարություններ։ Այո, եւ դրանից հետո հնչեց այդ հայտնի նախադասությունը, Ղարաբաղ, Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Սրանով ինքը խաչ քաշեց ընդհանրապես որևէ սպասելիքների վրա։ Երբ չկան բանակցություններ, ուրեմն կողմերից մեկը, որը դժգոհ է ներկա իրավիճակից, պետք է սկսի պատրաստվել պատերազմի։ Սա եւս ակնհայտ է։ Ու նայեք, նաեւ պատերազմ սկսելու համար Ադրբեջանը պետք է գնահատեր իր շանսերը պատերազմում հաղթելու։ Եվ այն ժամանակ կատարվեց եւս մեկ կարևոր հանգամանք, կար, որը դրդեց Ադրբեջանի պատերազմին։ Այն, ինչ արվում էր բանակի հետ 18 թվականից սկսած, վարկաբեկման մի կամպանիա հրամանատարական կազմի դեմ, գեներալները բոլորը թալանչի են, եւ այլ հիշում եք այդ ամենը, սա բերեց բանակի շեշտակի թուլացման։ Սա եւս մի հանգամանք էր, որը վստահ եմ Ադրբեջանը հաշվարկում էր։ Եվ եւս կար եւս մեկ հանգամանք, դա քո ռազմավարական դաշնակցի հետ հարաբերությունների վատթարացումն էր։ Եվ հապկի հետ ուղղակի կոնֆլիկտի մեջ մտնելն էր հապկի գլխավոր քարտուղարին նկատմամբ քրեական հետապնդումներ։ Հիմա որ ասում են իդեալական փոթորիկը, սա այն դեպքն է, երբ 3 հանգամանքներ իրար միացան եւ իդեալական պայմաններ ստեղծեցին Ադրբեջանի համար որոշում կայացնելու։
Իսկ վերջի կաթիլը եղավ Հայաստանի հյուսիսում այն սահմանային կոնֆլիկտը, որը ուռճացվեց ասենց երկրորդ սարդարապետի մակարդակի միջև։ Դրանից հետո այդ հայտնի օգոստոս էր թե սեպտեմբեր էր սարդարապետում միջոցառումը 70-ից ավել մարտական խաչեր եւ այն հայտարարությունները, որ Հայաստանը տարածաշրջանում ունի ամենից մարտունակ բանակը եւ այլ եւ նաեւ այդ ելույթում հետ չեմ ցալում նաեւ Թուրքիային էր կպնում։ Իդեպ այդ իրադարձությունները հյուսիսում սահմանային այդ միջադեպը ինքը բավական մեծ արձագանք ունեցավ Ադրբեջանում։ Լայնածավալ հանրահավաքներ էին, որոնք պահանջում էին Իլհամ Ալիևից միջոցներ ձեռնարկել։ Եվ Ադրբեջանի նախագահ վտանգ զգաց իր իշխանության համար։ Հիմա մի քանի հանգամանք իրար միացան եւ ստեղծեցին իդեալական պայմաններ պատերազմը սկսելու համար։ Բանակցային գործընթացի ձախողումը բերեց նրան, որ ոչ մեկը չդատապարտեց Ադրբեջանին, մեր կողքին ոչ մեկը չկանգնեց։ Ամենայն դեպս հրապարակային։ Բանակը թուլացած էր, ուրեմն պատերազմում հաղթելու հավանականությունը շատ ավելի մեծացավ, քո դաշնակիցների հետ հարաբերությունները փչացրել ես, ուրեմն իրենց ուղակի միջամտության հավանականությունը եւս փոքրացավ։ Հիմա այդպիսի քայլեր կարող են անել միայն անպատասխանատու մարդ։ Կամ եթե դա չի արվել դիտակցաբար, այսպես ասենք, պատերազմը հարայրելու համար։ Եվ որն է ըստ ձեզ հետահայաց զուտ ձեր կարծիքը, որովհետև սկզբում ասացիք, գուցե դա հետհեղափոխական էյֆորիայի ազդեցություններ, հիմա գալիս ենք նրան, որ կարծես թե պլանավորված գործողությունների մասին ենք խոսում։ Նման է, նման գործողությունների, բայց ես չեմ կարող պնդել։ Հիմա դա կամ ուղղակի աշխարհակահաղական առումով տգետության արդյունք է, կամ ես մեկ անգամ մի նախադասություն եմ ասել, որ եթե Հայաստանի ղեկավարը լիներ գործակալ, ապա կաներ ճիշտ այն քայլերը, որոնք մենք տեսնում ենք։ Ես չգիտեմ, իշխանափոխությունից հետո միայն հայտնի կդառնա, թե իրական պատճառները որոնք էին։ Բայց մի հուշագրավ հայտարարություն, որը ուղղակի իմ տպավորությամբ ֆանտաստիկայի ժանրից է։ Երբ Նիկոլ Փաշինյանը արդարանալու համար ինչ էր ասում, ինքը ասաց, որ ինքը ասել է Հայաստանը, Արցախը Հայաստանը եւ վերջ, որովհետեւ ինքը հայրենասեր էր։ Չէ՞ այդպես ասում։ Եվ այն ժամանակվա իր ընկալումը հայրենասիրության այդպիսինն էր։ Հիմա դուք պատկերացրեք, ինչ թանկ գին ենք մենք մեր ժողովուրդը վճարել այդպիսի ընկալումների համար։ Դե իր պնդմամբ այդ ընկալումները ձևավորվել են մինչև իրեն, այդ թվում ձեր կառավարման շրջանում։ Իր ուղղակի նախադասությունը։ Ես դա ասել եմ, որովհետև ես հայրենասեր եմ եղել։ Ասելա չէ՞ այդպիսի բան։ Իր հայտարարությունն է։ Հետարքիր բանը գիտեք ինչ է։ Ինքը իր ձախողումների ներդաշնակ փորձում է բերել իր հայացքների փոփոխությունը։ Մի հարցում ձախողվել եմ, ուրեմն հայացքներս փոխում եմ, ասենց օպորտունիզմի դասական ասենց տարբերակ է, ուրեմն ամեն ինչ միջով այդ սխալ էր, այ մեր կարծիքները փոխելով, մեր մոտեցումները, անկալումները փոխելով, մենք գալիս ենք հիմա նոր հայրենասիրական մոդելի։ Նոր հայրենասիրական մոդելի։ Եվ եւս մեկ բան, ինչ էր ասել, որ Արցախը Հայաստանի բեռ էր Հայաստանի համար եւ Արցախը հանձնելով մենք ձեռք ենք բերել մեր անկախությունը։ Ոչ թե կորցրել ենք Արցախը, այլ ձեռք ենք բերել Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա եթե փորձեմ ես սա թարգմանել նորմալ տրամաբանության մեջ, ինչ է ասում։ Ուրեմն եթե մենք շարունակեինք հիմա ունենալ Արցախ, եթե մենք չտայինք
5000 զոհ, 11000-ից ավել վիրավորներ, մենք կլինեինք խեղճ ու կրակ, սուվերենությունը կորցրած, դժբախտ եւ դժգույն, մեր պատմության հետ հաշտության մեջ ասած հիմարացած վիճակում մի ժողովուրդ։ Սա է ուզում ասել։ Ինչպես եւ էինք ըստ իրեն։ Նա ձեզ եւ ընդհանրապես նախկին բոլոր իշխանություններին մեղադրում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ձեռք-ձեռքի տված բանակցային մի այնպիսի հավերժական գործընթաց սկսելու համար, որը ի վերջո պետք է պայթեր մեծ պատերազմով։ Հիմա ասում են ինչ վատ բան եմ արել։ Այդ պատերազմը եղել է, բարձվել ենք, եկեք առաջ գնանք։ Պատերազմը չէր լինի, եթե չարվեին այս սխալներ, որոնց մասին ես հիմա խոսացի։ Միանշանակ։ Ինչով կավարտվեր բանակցային գործընթացը։ Բանակցային գործընթացը կավարտվեր այդ մադրիդյան սկզբունքների մոդիֆիկացված տարբերակների ընդունման տարբերակով։ Եթե Նիկոլ Փաշինյանը մտներ բանակցային գործընթացի մեջ 19 թվականին, առաջարկը լավն էր, ապա շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կավարտվեր նման կարգի փաստաթուղթ ստորագրելու տարբերակով։ Սա կլներ ավարտը։